Երբայի անմեղայրումն էր հոսում Բաքվում, ով դարձավ ռեժիսուրը և փրկության վահանը։ Դրաստամատ Կանայան 1905 թվականին Բաքվում սկիզբ են առնում հայ բնակչության կոտորածները, թուրք թաթարական ամբոխը կոտորում էր անմեղ բնակչությանը։ Կոտորածները հրահրվում էին ցարական իշխանությունների կողմից։ Դրոն գաղտնի թողնում է Զորանոցն ու դաշնակցական ֆիդայիների հետ հայդուկապետ Նիկոլ Դումանի ղեկավարությամբ շտապում է օգնության հայ բնակչությանը։ 1905 թվականին կուսակցության նախաձեռնությամբ դրոն սպանել է Բաքվի նահանգապետ Իշխան Նակաշիձեին, հայ բնակչության կոտորածների գլխավոր կազմակերպչին։ Այդ ժամանակ դրոն ընդամենը 21 տարեկան էր, սակայն հենց նրան է վստահվել այդ կարևոր առաջադրանքը։